Մայրս շատ էր սիրում թենիս, առաջի մարզումը տարան, ինձ ասեցին, որ ընդհանրապես չի ստացվի։ Դա էլ հենց եղել է մոտիվացիան, որ չի ստացվել։ Մարզվել եմ թե պատի վրա, թե ժամանակները նենց էին, որ դաշտը ասֆալտից էր, հետո կառուցվեց Լենսի հիմնադրամով այս դաշտը։ Վանաձորում ուրիշ կորտեր կան, թե սա միակ կորտն է Վանաձորի։ Լոռու մարզի։ Լոռու մարզի միակ թենիսի դաշտը։ Ես նայել էի ֆիլմ, հայկական սիրո գործակից ֆիլմը, այդտեղից շատ ոգևորված, որ չէ, ես հաստատ ուզում եմ թենիսով զբաղվեմ, ծնողներս տարան սեղանի թենիսի, մի քիչ այդ սերը մարելու համար, բայց չէ, ես էլի մեծ թենիսով եմ ուզում զբաղվեի եւ հանկարծակի բախտի բերմամբ, այսպես ասած, ընկերուհինքը մտավ մեր դասարան։ Եվ հայտարարեց, որ Վանաձորում բացվում է թենիսի ակադեմիա։ Ես գնացի տուն շատ ոգևորված ու հայրիկիս ասացի, որ պապ, ես ուզում եմ գնամ թենիսի անպայման։ Պապաս զանգեց, պայմանավորվեցի եւ դեկտեմբերի 21-ից ես արդեն հաճախեցի թենիսի, շատ թենիսին սիրահարված, շատ սիրով լցված։ 20 թվականի դեկտեմբերի 21-ից սկսեցի մարզումները Դալիճ։ Այն ժամանակ 10-րդ դպրոց ունենք, 10-րդ դպրոցի մարզադալիճ։ Քանի երեխա ունեիք։ 3 երեխա ունեի։ Առաջի մարզմանը 3 աշակերտ ունեի։ Հիմա քանի աշակերտ ունեիք։ Հիմա 120 ավել։ 120 աշակերտ, բոլորը Վանաձորից են, թե կողքի գյուղերից են գալիս։ Ունեմ Ստեփանավանից, որ մարզումներին գալիս են ու գնում են։ Եվ ինչ արժի թենիս պարապել, ասենք ամսավճար ինչքան է, եթե մեզ մոտ ամիս 12000 դրամ։ Եվ կարելի է 12 պարապմունք, թե 8։ 12 մարզում։ Մեկ պարապմունքը ընդամենը 1000 դրամ է։ Սկզբում շաբաթական 3 մարզում էի գալիս, բայց ընկերուհինքին խնդրելուց հետո արդեն շաբաթական 5 օր էի գալիս, ունեի այստեղ ընկերներ, միասին ոգևորված, նույնիսկ մարզումներից հետո գնում էինք, մի պատ էինք գտնում, որպեսզի խաղայինք։ Շատ դժվար սպորտաձև է, բայց եթե կա ցանկություն, եթե կա երազանք, կա նպատակ, միանգամայն կարող եմ ասել, որ այն հեշտ է տրվում։ Թենիսը շատ մասսայականացնելու խնդիր ունենք։ Բոլորը մտածում են, որ ինքը թանկ սպորտաձև է, անհասանելի սպորտաձև է, հավատացեք ինքը շատ էլ հասանելի։ Դե $2.5 կամ 1000 դրամը մեկ պարապմունքի համար իսկույն ֆանտաստիկ լավ գինա։ Հիմա դուք ես ինչպես տեսնում եմ, չունեք փակ կորտեր եւ աշխարհի լավ ակումբներում միշտ կորտերը փակ են։ Դալիճների հետ կապված խնդիրները շատ լուրջ են, փակ կորտերը ընդհանրապես անհասանելի են։ Սպորտսմեններով հնարավորություն ունի, իրանք մեկնում են արտասահման, փակ շրջան, այնտեղ են մարզումներ անցկացնում, իսկ տեղացիներն էլ մենք դադար ենք վերցնում։ Այսինքն ձմռանը Հայաստանի թենիսային կյանքը համարյա ամբողջությամբ մահանում է, Վանաձորն էլ լրիվ մարում է։ Դադարները շատ մեծ են, ասում, թենիսի բնակավարի մասնագետները բոլորը կփաստեն։ Անգամ 1 կամ 2 շաբաթ դադար ինքը շատ լուրջ խնդիր է ստեղծում։ Իսկ 6 ամիս դադարը ինքը շատ մեծ խնդիր է։ Առաջին անգամ խաղացել եմ սեպտեմբեր ամսին Հայաստանի առաջնություն խաղացի։ Այդ ժամանակ նույնիսկ իմ սեփական ռակետկան չունեի։ Դրանից հետո շատ նեղված, շատ սրտնեղած գնացի տուն, պապայիս ասացի, պապ, ես իմ ռակետն եմ ուզում, ես իմ պայուսակն եմ ուզում։ Ու մի ամիս հետո իմ հայրը ինձ համար գնեց այդ ամեն ինչը ու էլ ավելի ես եռանդով սկսեցի մարզվել։ Դրանից հետո էլի մրցումներ խաղացի ու մի օր ընկերուհինքն ասաց, որ ես արդեն կարող եմ խաղալ միջազգային մրցաշարերում։ 2 անգամ խաղացել եմ միջազգային մրցաշարերում, որը կայացվել է Ծաղկաձորում։ Արդեն որպես մարզիչ եմ, թենիսը տվել է ինձ մեծ հնարավորություններ, եւս մեկ մեծ ու դրական մարդկանցով լի ընտանիք եմ ձեռք բերել։ Չկա մի երեխա, ով գա մարզվի փորձնական մարզման ու վերջում ասի, որ չեմ ուզում գա։ Գիտեմ, որ ձեր ակումբում մարզվում են հատուկ կարիքով երեխաներ։ Աուտիզմի համախտանիշով երեխաները ամեն ինչ շատն են տեսնում։ Այսինքն Վանաձոր քաղաքը կողքի գյուղերը կարող են բերել երեխաներին ձեզ մոտ, դուք նախընտրություն չեք դնում, որ ասենք ընդհանրապես։ Առաջնահերթ աուտիկները իրանց տեղում։
Սեփական ուժերով ֆեդերացիայի աջակցությամբ, իմ ընկերների աջակցությամբ մենք ստացել ենք Հայաստանի լավագույն կորտերից 3։ Ռոյալ կորտի գծեր են ցանցերը, Ռոյալ կորտի ցանցեր են, այսինքն ամենը ստեղծված է բարձր որակի միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ես գտնում եմ Վանաձոր քաղաքում, որտեղ Հենրիկ Արսենյանը մեկ հոգի, մեկ թենիսի էնտուզիաստ կարողացել է իր ջանքի շնորհիվ ստեղծել 3 միջազգային մակարդակի թենիսի կորտ։ Եթե պատկերացնեք կարևորությունը, պատկերացրեք կար զրոյական վիճակ Վանաձորում, Տափաստանը, ինչ գիտեմ, կանաչ մոլախոտեր, որտեղ այդ մոլախոտերի վրա հիմա կանգնած են 3 փայլուն կորտ։ Այստեղ հավաքվել է մոտ 120 երեխա, գալիս են տարբեր մրցումներ, սիրողական թենիսն է զարգանում։ Թենիսի կարևորությունը հասկանալու համար պիտի ասեմ, որ թենիսիստները սովորաբար միջինում 10 տարի ավելի երկար են ապրում։ Ուրեմն Հերիկը այս կարևոր մշակույթը ռեստարտ է արել այսպես Վանաձորում, սկսել է նորից, որովհետև 90-ականներին այն վերացել էր, իսկ հիմա Վանաձորում ամբողջ Լոռու մարզում կա 3 թենիսի կորտ Վանաձորի կենտրոնում, ազատամարտիկների պուրակում։ Այստեղ նաև հավաքվել են բացի թենիսի էնտուզիաստներից, բացի այն երեխաներից, որոնք հաճույք են ստանում թենիս խաղալուց, նաև հատուկ կարիքով երեխաները, որոնց համար թենիսը կենսական, կարևոր, շատ էական նշանակություն ունի։ Եվ հիմա դուք պատկերացրեք 6 ամիս այդ երեխաները խաղում են, այսինքն ապրիլին ձյունը հալվում է, մինչև հոկտեմբեր, 6 ամիս մոտարապես կարողանում են թենիս խաղալ եւ հոկտեմբերին այդ ամենը կանգ է առնում։ Այս պատճառով Հենրիկը եւ ընկերները նախաձեռնել են թենիսի գմբեթի տեղադրում, որը թույլ կտա ձմռան ամիսներին նաեւ շարունակել այս դասերը, ինչին ամբողջ թենիսի աշխարհը կարծում ենք, որ պետք է օգնի եւ բոլորս, ովքեր որ կարևորում ենք առողջ, իրապես առողջ սպորտաձևերը, որոնցից երևի թաքուհին է թենիսը որպես սպորտ, պիտի օգնենք, որպեսզի Վանաձորում այն ինչ որ մեկ հոգի սկսել է, մենք էլ բոլորս, ովքեր հասկանում են կարևորությունը այս քաղաքի, այս մարզի, նույնիսկ հանրապետության համար, պիտի ամեն ինչ անենք, որ այդ գմբեթը իրականություն դառնա։ Կողանեղացնեմ իմ ընկերներին, որովհետև իրենք շաբաթը մեկ գալիս են ու ասում են ջերմություն ունեմ, հազում եմ, գրիպ եմ, ասում եմ այ տեսեք, թենիսը ինչա ինձ տալիս, որ ես ընդհանրապես գրեթե կլինի 1 կամ 2 տարի, ինչ առողջական խնդրի որևէ չեմ հանդիպել։